Ըստ խնդրի Արամը կապանից գնաց Բաթումի, նա ճանապարհի առաջին կեսը անցավ 120 կմ/ժ արագությամբ, երկրորդը 60 կմ/ժ արագությամբ։ Պահանջվում է գտնել քաղաքների միջև հեռավորությունը, եթե հայտնի է, որ ողջ ուղևորությունը տևել է 9 ժամ, և գտնել նաև Արամի միջին արագությունը։ Շատ լավ, և մեզ երկու մեծություն է պետք գտնել՝ հեռավորությունը և միջին արագությունը։ Եկեք նախ հեռավորությունը գտնենք քաղաքների միջև, այնուհետև հասկանանք, թե ինչ է նշանակում միջին արագություն և ինչ է պետք անել դրա համար։ Ահա, ենթադրենք սա կապանն է, իսկ սա Բաթումին։ Եվ գիտենք, որ ճանապարհի առաջին կեսը անցավ 120 կմ/ժ արագությամբ, այսինքն եթե այսքանը x կիլոմետր է, այսքանը նույնպես x կիլոմետր է։ Ահա այսքանը, առաջին կեսը անցավ 120 կմ/ժ արագությամբ, և երկրորդ կեսը անցավ 60 կմ/ժ արագությամբ։ Ու արդյունքում, տեսեք, որ այստեղ, երբ որ 120 կմ/ժ արագությամբ ինչ-որ T1 ժամանակ է ծախսել, դրանից հետո T2 ժամանակ է ծախսել, և այդ ժամանակների գումարը հավասար է 9-ի։ Միգուցե մի քիչ բարդացրած թվի այս պահին գրաֆիկը, այսպես գծագիրը ինչպես մենք գծել ենք, սակայն ոչ մի բարդ բան չկա, ուղղակի նշանակումներ են, օրինակ T-ը առհասարակ չի օգտագործվել, ուղղակի գեղեցիկ է այսպես համառոտագրել խնդիրը, ավելի լավ է պատկերացնում, թե ինչ կա։ Շատ լավ, հիմա ինչ կարող ենք անել x-ը գտնելու համար։ Սա մեր խնդրի լուծման առաջին մասն է, քանի որ մեզ պետք է գտնել հեռավորությունը։ Դե կարող ենք ժամանակների հետ աշխատել, գիտենք, որ առաջին կտորի վրա ծախսված ժամանակը, այսինքն այս T1-ը, որը հավասար է ճանապարհ բաժանած արագություն, x 120-րդ, եթե մենք սրան գումարենք երկրորդ մասի վրա, երկրորդ կեսի վրա ծախսած ժամանակը, T2-ը, որը հավասար է x 60-րդ, մենք կստանանք ընդհանուր ինչքան ժամանակ է ծախսվել, այսինքն 9 ժամ, որտեղից էլ արդեն բերելով ընդհանուր հայտարարի, հավասարանշանի երկու մասը, եթե մենք բազմապատկենք 120-ով, ոչ թե բերենք ընդհանուր հայտարարի, կստանանք, որ x-ին գումարած 2x-ը հավասար է 9 անգամ 120, 3x-ը 9 անգամ 120 է, իսկ x-ը իր հերթին հավասար է 9 անգամ 120-ը բաժանած 3-ի, հետևաբար հավասար է 360-ի։ Ստացվեց, որ յուրաքանչյուր կտոր մեզ մոտ 360-ի է հավասար, իսկ ընդհանուր ճանապարհն էլ հավասար լինելով այդ երկու մասերի գումարին հավասար է 720 կիլոմետր։ Շատ լավ, այսքանը հասկացանք, իսկ ինչքան է ընդհանուր երկրորդ մասի պատասխանը մեզ մոտ, որը մեզնից պահանջում էր գտնել Արամի միջին արագությունը։ Ինչ է նախ նշանակում միջին արագություն ասվածը։ Միջին արագությունը առհասարակ գտնում են ընդհանուր ճանապարհը հարաբերելով ընդհանուր ծախսված ժամանակի վրա։ Այսինքն մեզ մոտ v միջինը, եկեք այստեղ ինչ-որ բանաձևի նման պատկերենք, հավասար է ընդհանուր ճանապարհը բաժանած ընդհանուր ժամանակին։ Դե մեր դեպքում ընդհանուր ճանապարհը ինչքան է 720, իսկ ընդհանուր ժամանակը ինչքան է 9 ժամ, հետևաբար 80 կմ/ժ կլինի Արամի ընդհանուր, կներեք, միջին արագությունը, և նկատենք նաև այսպիսի մի ուրիշ փաստ, որ եթե մենք գտնում ենք արագությունների միջինը, այսինքն 120 կմ/ժ-ով և 60 կմ/ժ-ով չէ շարժվում Արամը, այսինքն այս երկուսի գումարը բաժանենք երկուսի, կստանանք 90 կմ/ժ և այն հավասար չի լինի 80 կմ/ժ-ի։ Եթե այսպիսի բան արել ենք, ապա ուշադրություն դարձրեք, որ առաջին մասում, ահա այստեղ, մենք հաշվել ենք արագությունների միջինը։ Ահա, արագությունների միջին, իսկ երկրորդ կտորը մեզ մոտ միջին արագություն է։ Եվ այս երկու մեծությունները իրարից կոնկրետ տարբեր են։ Կոնկրետ տարբերություն կա այս երկուսի մեջ։ Արագությունների միջին և միջին արագություն։ Շատ լավ,
Եվ բայց կարող եք նկատել, որ որոշ իրավիճակներում էլ այս երկուսը կարող են իրար հավասար լինել։ Ու մի քիչ կարող եք մտածել, թե որ իրավիճակներում կարող են հավասար լինել։ Ինչը պետք է հավասար լինի, որպեսզի միջին արագությունն ու արագությունների միջինը իրար հավասարվեն։ Բայց առհասարակ ուշադրություն դարձրեք, որ սրանք տարբեր երևույթներ են, առաջինը տարբեր ուրիշ բան է նկարագրում, երկրորդ կտորը ուրիշ բան, ու հիմնականում ավելի շատ տեղեկություն մեզ տալիս է միջին արագությունը, քանի որ այն ընդհանուր ճանապարհի եւ ընդհանուր ծախսված ժամանակի հարաբերություն է։ Իսկ սա ուղղակի բոլոր արագությունների գումարը բաժանած 2-ի կամ քանի կտոր, որ եղել է։ Շատ լավ, այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։